Ուրեմն հարգելի իմ դիտորդ, քանի որ ես նայեցի, հա, բիտվա էքստրասենսով, այսինքն մենամարտ էքստրասենսների մենամարտ կամ պայքար, չգիտեմ, այնտեղի մասնակիցների ունակությունները մենք հասկացանք, հա, որ գործ ունենք թատերականացված, բեմականացված, ուրճացված դերասանների հետ, բայց այնտեղ կար մի կերպար, որ ինձ հոգեհարազատ էր շատ։ Ես մի այլ տիպի սենց տարված էի այդ կերպարով, անունը իրա Այդա Գրիֆալ, և այսօր ես ստացել եմ իրա քարտեզը, ասեմ, որ իմ ամբողջ ընտանիքն էր հիացած իրանով, և ինքը այն միակներից էր, որ ինձ թվում էր բնականը։ Եվ այո, իմ կարիճային ինտուիցիան ինձ չի խաբել, ես այսօր ստացել եմ իրա հորար քարտեզը, ուրեմն ես գտնվում եմ առաջի տանը աղեղնավոր նշանում, սա իմ հարց տվողի ավելի շուտ տունն է, և մոլորակը աղեղնավորի, գիտեք, Յուպիտերն է։ 7-րդ տունը արդեն Այդան էր, էքստրասենսը, հա, և գտնվում է երկորյակներում։ Այդայի մասին հարցնում էի ես, տիրակալը Մերկուրին էր, քանի որ գտնվում էր երկորյակներում։ Ուրեմն Գրիֆալը Լուսինա ցույց էր տալիս հարցի ընթացքն ու էմոցիոնալ ֆոնը գտնվում էր Ցուլի նշանում 5-րդ տանը։ Մոլորակների դիրքը և ասպեկտները Մերկուրին էքստրասենսը գտնվում էր Արյուս նշանում 8 և 9-րդ տան սահմանին, Արեգակի և Յուպիտերի հարևանությամբ, ինչը մատնանշում է վառ, հանրային և ուժեղ անհատականություն։ Մերկուրին և Յուպիտերի կապը, հարցը օբյեկտի և իմ մոլորակի մեջ գտնվում է նույն նշանում, Արյուս նշանում, ինչը նշանակում է ուղիղ հետաքրքրվածություն և փոխազդեցություն։ Լուսինը կազմում է ներդաշնակ, ուրեմն սեքստիլ աստղանիշ կապ Սատուրնի, Նեպտունի հետ, ինչը հաճախ կապվում է ինտուիցիայի, գաղտնիքների և ընկալման և հոգեբանական խորության հետ։ Այդա Գրիֆալն ունի ուժեղ էքստրասենսորային ունակություններ, որոնք հաստատվում են ինչպես նրա կենսագրությամբ, այնպես էլ իմ կազմած հորար աստղագուշակության քարտեզով։ Ըստ Այդա Գրիֆալի կենսագրության և նախագծի, նա իր անսովոր դիրքը ժառանգել է գնչուական արմատներ ունեցող տատիկից, դեռ մանկուց տեսիլքների միջոցով կանխագուշակել է մարդկանց ճակատագրերը։ Էքստրասենսների պայքար նախագծում նա աչքի է ընկել մարդկանց թաքցրած գաղտնիքները, հիվանդությունները և անցյալի մանրամասները ճշգրիտ կարդալու բացառիկ տաղանդով։ Ըստ իմ հորար կազմած քարտեզի, իրա մոլորակը գտնվում է Մերկուրին Արյուսի նշանում, ինչը խոսում է նրա խոսքի, մտքի և ազդեցության հեղինակության մասին։ Նրա ունակությունները Լուսին և Նեպտուն կապը կազմում է ներդաշնակ ասպեկտ Նեպտունի հետ։ Լուսինը ավելի շուտ ներդաշնակ ասպեկտ է կազմում հենց Նեպտունի հետ։ Սա աստղագուշակության մեջ պատասխանատու է էքստրասենսորիկայի, կլանման և միստիկայի և ինտուիցիայի համար։ Մերկուրիի դիրքը 8-րդ տան սահմանին, 8-րդ տուն խորհրդանշում է մոգություն, անդրշիրիմյան աշխարհ և գաղտնի գիտելիքներ։ Մերկուրիի այս դիրքը վկայում է, որ նա ունի այդ գաղտնիքների հասանելիությունը։ Եվ հորար քարտեզը փաստորեն տվեց դրական պատասխան։ Գիտեք հետաքրքիրը որն է, որ հենց ի ծնե է իրա մոտ, գենետիկ փոխանցումը, Այդան իր հարցազրույցներում նշել է, որ այս անսովոր տաղանդը ժառանգել է իր տատիկից, ով գնչուական արմատներ ունի։ Ունեցել է մանկության տեսիլներ։ Ուրեմն իրա երազներն են կատարվել, հա։ Տեսել է երազներ, ինչը կատարվել է իր հարազատների, իր հարևանների հետ։ Ուրեմն
Լուսինը ցուլում, էկզալտացիա, լուսինը գտնվում է իր ամենաուժեղ եւ կայուն դիրքերից մեկում, քանի որ լուսինը պատասխանատու է բնազների եւ ենթագիտակցության համար, սա մատնանշում է մաքուր բնությունից տրված կայուն ինտուիտիվ տաղանդ։ Լուսինի եւ Սատուրնի Նեպտունի սեքստիլը սա կոչվում է բնական իմաստունի ասպեկտ, Նեպտունը միստիկայի իսկ Սատուրնը հնագույն ժառանգական գիտելիքի մոլորակ է։ Լուսնի կապը նրանց հետ փաստում է, որ այդ ուժը փոխանցվել է արմատներով իծն է, եւ լուսինը ցույց է տալիս հենց մայրական կողմը, այսինքն մայր, տատիկ, կանացի կողմը։ Ուրեմն Մերկուրի անշարժություն քարտեզում նա մոլորակը կայուն է եւ կապված է 8-րդ տան մոգության անդրշիրիմյան աշխարհի էներգիայի հետ, ինչը նշանակում է, որ այդ տաղանդը նրա էության հիմքն է, ոչ թե ժառանգավոր կամ ձեռքբերովի ժամանակավոր կամ ձեռքբերովի հմտություն։ Ուրեմն ինչի վրա էր գործածում ինքը իր ունակությունները մարդկանց օգնելու եւ հիվանդություններ ախտորոշելու համար։ Բարդ իրավիճակների մեջ գտնում էր լուծումներ, սա է վկայում 8-րդ տան, ուրեմն ճգնաժամեր, գաղտնիքներ, ազդեցությունը։ Լուսաբանում էր խճճված միստիկ պատմություններ։ Ճշմարտությունն էր բացահայտում, քանի որ էքստրասենսեր ինքը չէր վախենում, հա, այսպես խորանար շատ ծանր պատմությունների մեջ եւ այնտեղից դուրս հաներ իսկական պատճառները։ Ուրեմն Այդա Գրիֆալը ծնվել է 1985 թվականի հունիսի 10-ին։ Տեսեք հորար քարտեզն էլ իրեն բերեց երկորյակ։ Արեգակը գտնվում էր երկորյակներ նշանում, իսկ լուսինը ձկներ համաստեղությամբ։ Եվ լուսինը ձկներում ջրային տարրեր, սա աստղագուշակության մեջ ամենաինտուիտիվ միստիկ զգայուն դիրքն է։ Այն մարդուն տալիս է ռենտգենյան զգայարաններ եւ դիմացինի հոգեվիճակ, ուրեմն թաքնված ցավն ու էներգիան ակնթարթորեն կարդալու բնական տաղանդը։ Տեսեք, ինչի համար էր այս կինը, այս աղջիկը ինձ ձգում։ Իր մոտ ասցենդենտը ձկներում է, իմ մոտ կարիճում է։ Այսինքն երկուսն էլ ջրային, այդ ռենտգենյան հայացք, այդ ինտուիցիան, այդ էքստրասենսորիկան ունենք ու ես իր էներգիան զգում եմ։ Դրա համար մենք ասես տնով հիացած ենք իրանով։ Ես ասում եմ, որ բացառվում է, որ սա ունակություն չունենա։ Ու այդ ամբողջ այդ հաղորդաշարում ես մենակ Իրանն էի նայում։ Իսկ մնացած ինձ չէին համոզում։ Մերկուրին եւ Մարսի դիրքը խեցգետնում։ Բացի այս նմանությունից ասեմ, որ ես էլ եմ երկորյակ։ Ես էլ նույն ամսի 8-ի ծնունդ եմ, 10-ին ինքն է, 8-ին ես եմ։ Եվ մեր քարտեզի մեջ իմ ու իր մեջ հետաքրքիր է, որ մենք իրար չենք տեսել, իրար չենք ճանաչում, իրար հետ չենք շփվում, բայց այնքան դրական ասպեկտներ կար, ուղղակի չեք պատկերացնում, Երանի դուք հասկանայիք էլի, ասենք հորար քարտեզից նայեք ու կտեսնեք, թե ինչքան ասենց դրական գծեր կան իմ ու իր մեջ։ Ոնց որ ասենց, չգիտեմ, հարազատ ինչ որ կապ լինի։ Այդա Գրիֆալը էքստրասենսների պայքար նախագծի մասնակցել է իր բնատուր դիրքը մարդկանց օգնությունն ուղղելու եւ սեփական ուժերը փորձելու համար։ Ասեմ իմանաք, որ ես միշտ դեմ եմ, որ իսկական մոգը էքստրասենսը նման շոուների մասնակցի։ Բայց ինչի համար է արել սա, քանի որ չի ունեցել ճանաչում եւ չի կարողացել, այսպես մարդկանց մեծ մասշտաբներ գրավել իր աշխատանքներում, ստիպված ինքը գնացել է, մասնակցել է այդ հաղորդաշարին եւ դա ստիպել է իր ահարուց, ասեմ իմանաք։ Ինքը չի գնացել փող աշխատելու, դեր տանելու համար, ինքը գնացել է բնատուր իր դա որպես հնարավորություն է օգտագործել, հա։
Հորար քարտեզում նրա մոլորակը միացած է Յուպիտերին, իմաստության, աջակցության մոլորակի։ Սա նշանակում է, որ նախագծին մասնակցելը նպատակ ուներ իր տաղանդը ծառայեցնելու, մարդկային ողբերգություններ ու բարդ գաղտնիքներ բացահայտելու համար։ Ուժերը, այո, ինքը փորձեց, ինքը ասեմ, որ այ, էս ինչ բարդ էր։ Նկարչուհի է առհասարակ։ Տեսեք, իրական մոգերը ընդհանրապես խոսապում են էժանագին հանրայնություն ձեռք բերելուց կամ շոուներից կամ տեսախցիկներից է, իրանք են մարդիկ չեն, որ ուզենան, որ այսպես իրանց ճանաչեն։ Ճանաչել կարող են, իրանց մասին լսել կարող են, բայց իրանց դրսում տեսնել, ասենք ծպտված են իրանք։ Հա, դուրսը ազատ իրանք ման են գալի, դրսում չեն ծպտվում, բայց սոցցանցերում կամ առհասարակ իրենց աշխատանքի մեջ, որտեղ որ իրանք փորձում են հեղինակություն կամ ճանաչում ձեռք բերել, հատար իրանք երբեք դուրս չեն գալիս, իրենց դեմքով, դիրքով դուրս չեն գալիս։ Իրենց ձայնով կարող է դուրս գալ, ձեռքերով, ոնց որ ասենք հիմա տեսնում եք, բայց արտաքինով իրանք դուրս չեն գալի։ Բայց այդն ինքը տարբերում էր սովորական շոումեններից։ Մոլորակների հետընթաց շարժումը ռետրոգրադ դիրքը, ուրեմն այստեղ ռետրոգրադ են եղել Սատուրն ու Նեպտունը։ Սա 5 գիտելիքի մոլորակներ են, հետընթաց են։ Սա նշանակում է, որ նա շոու է եկել ոչ թե նոր փառքի հետևից, այլ իր ներքին անցյալից եկած պարտքը փակելու եւ նրա համար դա ավելի շատ փորձություններ, քան ժամանց։ Գուցե ամենասկզբից ինքն էլ է հավատացել, որ իրոք ուժեղագույնների հետ է մրցելու, բայց երբ որ մտել է ու տեսել է, որ ամեն ինչը թաթերականացված է, ինքը հիմա այդ շոուում գոյություն չունի, ինքը դուրս է եկել։ Ինքը ուղղակի այդ բեմը օգտագործել է, որպեսզի մարդկանց ցույց տա իրական մոգերը ինչ ունակություններ ունեն։ Ինքը նախագծից հետո անցել է ստվերային վիճակի, իրական մոգ լինելու փաստը հաստատում է նաև նրանով, որ շոուի ավարտից անմիջապես հետո Այդան հեռացավ մեդիա դաշտից, նա չբացեց բիզնեսներ, չդարձավ բլոգեր եւ վերադարձավ իր լուր մեկուսացված կյանքին եւ նկարչությանը։ Ինձ հետաքրքիր էր նաև հիմա իր էներգետիկ ֆոնը։ Ըստ հորար քարտեզի համաձայն, ուրեմն Այդա Գրիֆալն այժմ գտնվում է էներգետիկ վերափոխման, ներսուզման եւ ուժերի կուտակման շատ խորը փուլում։ Ներհայացում եւ մեկուսացում, Սատուրն Պլուտոն ռետրոգրադ, Սատուրն Նեպտուն ռետրոգրադ, քարտեզում ուրեմն այդ հետընթաց դիրքը շարժումը հուշում է, որ նա միտումնավոր ընտրել է լռության ռեժիմը, նա իր ողջ էներգիան ուղղում է ոչ թե արտաքին աշխարհին կամ հանրությանը, այլ սեփական հոգևոր պրակտիկաներին եւ արվեստին, իր նկարչությանը։ Ուժերի վերականգնում, քանի որ նրա էներգետիկ հիմքերը լուսինը գտնվում է հանգիստ հաստատուն ցուլի նշանում, նա այս փուլում խուսափում է էներգետիկ հարվածներից եւ սթրեսներից, վերականգնելով իր միստիկ ռեսուրսները եւ բնության կամ առանձնության մեջ։ Գաղտնի գործունեություն 8-րդ տան շեշտադրում, նա չի դադարել աշխատել իր ձիրքի հետ, սակայն այժմ նա անում է ծայրահեղ գաղտնի ոչ հանրային տարածքում հեռու տեսախցիկներից եւ շոու բիզնեսից։ Ապագայում նաև նայեցի կվերադառնա, թե չի վերադառնա, քանի որ դանդաղ ու կշռադատված քայլեր կան հորար քարտեզում, Սատուրնի հետընթաց շարժումը հուշում է, որ Այդան չի շտապում վերադառնալ մեդիա դաշտ կամ մեծ հանրության աչքի առաջ, էլի ինչ-որ բաներին մասնակցելու, ցանկացած հնարավոր վերադարձ լինելու է միայն խորը մտածված եւ բացառապես կարեւոր լուրջ նախագծերի շրջանակներում, ոչ թե շոուներում, եթե կլինի իրական
մոգերի, էքստրասենսների ինչ-որ հաղորդում, որտեղ կփորձեն իրենց ունակությունները ցույց տան եւ որտեղ խաղան, ինքը կվերադառնա եւ կմասնակցի այդ տեսակ հաղորդումներին, բայց ոչ շոուներին։ Ես ասեմ, որ ամենասկզբից Իրան էի ուզում նայեի, բայց չգիտես ինչի Շեպսին նայեցի, հետո Մարիանային նայեցի, հետո Վլադին Չերևատային նայեցի, այդ խմբի մեջ, այդ կատեգորիայի մեջ, այսօր որոշեցի, որ անպայման իրեն եմ նայելու, էլ եմ ասում ամենասկզբից շատ ես իրեն հավանել էի ու մի տեսակ իրեն համարում էի իրական ու չէի սխալվում։ Եվ մեր ամբողջ ընտանիքն էր նայում իրան ու մենք համարում էինք, որ ամենաիրական եւ ամենաուժեղ, ամենաիսկականը ինքն է, բայց ես միշտ հոգուս խորքում դեմ եմ նրան, որ մոգը պետքա ելույթ ունենա, մոգին պետքա իր արտաքինով այսպես ճանաչեն, մոգը միշտ պետքա ստվերային աշխատանք անի, մոգը չի կարող սիրել կամերաներ, նկարահանումներ, հեռուստատեսություններ եւ այլը, սա իսկական մոգի գործը չէ։ Մոգը ոչ մի կանոնի, ոչ մի հեռուստատեսության, ոչ մի օրենքի, ոչ մի հուշումների ինքը չի ենթարկվում։ Դու գնաս հեռուստատեսություն, քեզ ասեն, թե դու ինչի մասին խոսես, կամ քեզ հարցաքննեն, թե դու ինչ գիտես, ինչի մասին խոսես։ Իրական մոգերը իրանք կապիկ բաներ չեն սիրում։ Ինձ համար ուղղակի զարմանալի էր, որ այս կինը մասնակցում էր նման նախագծի, որտեղ ամենասկզբից էլ ես իրեն իրական եմ համարել։ Թե ինչ համարենք, որ այդ շրջանակներում նաև մասնակցել են իրական մոգեր, իրական էքստրասենսներ, դեռ կշարունակեմ բացահայտել նաև մյուսներին, կարծում եմ հասկանում եք, չէ, Հորար Քարտեզի հենց ուժը ինչումն է կայանում, որ մենք ուզենանք ռենգենի, այսպես կմիացնենք ռենգենը ու կիմանանք իր թոքերը ոնց է շնչում, սիրտը ոնց է աշխատում, աղիների վիճակը, ստամոքսի վիճակը, գլխի վիճակը, այս բոլորը մենք կարող ենք իմանալ։